Արգանքներս այսօր օրը շատ գեղեցիկ է, անձրև է, գարնանային, արդեն ամառային գեղեցիկ տեսարան, բայց քանի որ մենք գնում ենք հրագեր ջերմուկ, այստեղ եղանակը մեկ ուրիշ ունու երաշտություն է թելադրում, հետևաբար մենք զգում ենք նաև գարնան շունչը, ինչու՞ չէ նաև աշնան շունչը, հենց ջերմուկը դրանով է առանձնահատուկ եղել միշտ, որ ընտրել են որպես հանգստյան քաղաք եւ այստեղ դեռ հին ժամանակներից մարդիկ գալիս են, հանգստանում են, բուժիչ ջուրն են խմում մեր ընդերքի հայոց հողի ու գնում են իրենց գործերով։ Ջերմուկը մեր Վայոց ձորի զարդն է, ինչու՞ չէ նաև հայոց աշխարհի զարդն է, ամբողջ աշխարհով մեծ ճանաչում ունեցող եւ անգամ Արման Ծառուկյանն է միշտ խմում, տեսած կլինեք, ով հետևում է տուրը դմփոցին ռինգի մեջի, մեր Արմանը Ծառուկյան, ով արդեն համաշխարհային լուրջ դեմք է, ինչի համար մենք ուրախ ենք միայն։ Նա նույնպես ջերմուկ է խմում միշտ իր տեսանյութերի մեջ, որովհետեւ արա թասիբով տղանը տես պետք է լի։ Քո ունեցած է, քո երկրի ունեցած է, պետք է սաղին այսես տանես, ասես նայեք։ Տանես այս աշկի մոտ, ասես տես, որ տենան, էլի, իմանան, որ դա բրենդ է, դա արքայական, դա պատմական ջուր է, բարեկամներ։ Մի խոսքով ջրից զատ այնտեղ ձևավորվել է գեղեցիկ հյուրանոցներ, ռեստորաններ, ամեն ինչ հանգստի համար։ Ուղղակի վերջերս ինչ-ինչ պայմաններով եկել են մի քիչ մոտիկացել են թշնամական օդ շնչող մեր հանդեպ մարդիկ։ Մենք էլ այդտենց սպասում ենք դրանք երբ են գնալու։ Սպասումների մեջ ենք։ Ես տեսել եմ ջերմուկը մինչ նրանց գալը, նրանց գալուց հետո եւ տխուր եմ հիմա, որովհետեւ առաջվա ջերմուկը կարծես չի։ Մի քիչ քնել է, էլի։ Շարժն առաջվա շարժը չի, այնպես որ ես միշտ հորդորում եմ, որ իմ բարեկամները ով նայում են տեսանյութը, գալուց անպայման եկեք ջերմուկ։ Ջերմուկը կարևոր նշանակության քաղաք է մեզ համար, այն մեր հայրենիքին միշտ օգտակար է եղել, հիմա մեր հերթն է ջերմուկին օգտակար լինելու, այնպես որ մի մոռացեք անպայման եկեք, նկատենք ձախից դաշտերն ինչքան գեղեցիկ են, ֆոտոզոնաներ, բազմաթիվ, բազմապիսի, ես մինչև ջերմուկը հասնել եմ, մեզ դիմավորում է առաջինը Գնդեված գյուղը, Գնդեված գյուղը աշխատասեր, հրաշք գյուղ է, որը ժամանակին ունեցել է լիքը հավիքի ֆերմաներ, հիմա էլ ունի Հիմա աննասնա ֆերմա էլ ունի Գնդեվազի մթերքը մեծ համբավ է վայելում թե Վայոց ձորում, թե Վայոց ձորի սահմաններից դուրս Անուշ աղբերները Արկադի եւ Արտուրը իրենց աշխատասեր ոգով իրենց գյուղի արտադրանքը տանում են ամեն տեղ ու շատ լավ բաներ են արտադրում այնպես որ դա իմացեք հիմա ես ինչ ինֆորմացիա ունեմ այս ճանապարհի վերաբերյալ եւ ջերմուկի Գնդեվազի անպայման պետք է ասեմ որ բոլորս իմանանք ու ավելի հետաքրքրան այս տարածքը չմոռանանք անկած ոչ մի պահի հիմա ինչի համար են գնում ջերմուկ բացատրեմ զանգել եմ Սուրեն աղբերը մեղրիում է բնակվում ասում է ընկերս եկել է ջերմուկ ընտանիքով հանգստանալու ուզում եմ մի քաղցրություն մի հատ էլ կոնյակություն տանեք շնորհավորեք ասեք որ ինքը լավ ընկեր է իմ համար ես շատ եմ սիրում Եվ շնորհավորանքը մենք տանում ենք հիմա հասցնենք, գնալու ենք որոնենք մեր օբելյարին, քանի որ չգիտենք այս պահին որտեղ է, ջերմուկը շատ մեծ քաղաք չէ, հենց է հեշտ կգտնենք, ծննդը շնորհավորենք, վախտենք լավագույնը ու պտտվենք իջնենք մեր գործերին։ Նաև պետք է նշեմ, որ հիմա հասանք արդեն Ամուլսար, չէ՞, Ամուլսարի հանքին, հենց այս աչի վրա, հենց մեր դիմաց Ամուլսարն է, որը վերջերս հանքի գործոն է դարձել, հանք պետք է բացեն, արդեն բացել են մասամբ, իմ իմանալով իմ տեղեկությամբ, որը պիտի որ միայն օգնի, բայց շատ ու շատ մարդիկ էլ բացատրել են, ապացուցել են, որ այդքան չի օգնելու, ինչքան խանգարելու է։ Տեսնենք ինչպես կլինի։ Ժամանակ կա, սպասում ենք, մինչև այդ ժամանակները հասնեն։ Տեսեք, արդեն այստեղից երևում է Ամուլսարի հետ կարաս գյուղ են խփել, ապրես իսկին կենթանն է, պրոստը գեշ են խփել, թե չկարել էր նկարել, այս դաշտի կենթաններից է, շատ սիրուն է։ Խցիկներն են, բուտկաները, տնակները, որտեղ ապրում են աշխատողները։ Տեսե առաջի պոստն է, երկրորդը քիչ վերև է։ Գեղեցիկ դեղին մեքենա, բարեկամներ, Վարդան։ Դեղին գույնը ես շատ եմ սիրում, դրա համար ասել եմ, որ դեղին հագնես։
Կրկինն է դեղին էլի, այդպես աղատես չտենաս որ դեղին։ Դե ինչ բարեկամներ, լավ մնացեք ինչը հասնենք մեր հրաշք ջերմուկ։ Ինչպես ասում էի, ձախից թշնապաբլիկաներն են գնդեվազի, իսկ դիմացից ընկերներ երկրորդ անցակետն է դեպի ամուր Սարհան։ Այնտեղ լիքը հարստություններ կա, որը շուտով պետք է հարստացնի մեզ, տեսնենք կհարստանանք, պատկերացնում ես, արի մի 10 տարի հետո այս վիդեոն դնենք նայենք տնակ հարստացել ենք, թե չէ։ Ասում եմ, որ մարզում կյանքը պիտի փոխվի, տեսնենք կփոխվի արդյոք, 10 տարի հետո կոմենտ գրեք, տնակ փոխվել է, թե չէ։ Ինչ իմանաս ես ուրան, կաղացի չհիշում եմ, որ այս վիդեոյի մեջ տենց հարց եմ տվել, այս կնայեք, 10 տարի հետո հիշեք, որ մտնեք պատասխանեք։ Բարեկամներ Կեչուտի ջրամբարն է կադրերում, Կեչուտ, Ավան, քաղաք, յուղ, չգիտեմ ոնց ասեմ, Կեչուտն է կադրերում նաև, ջերմուկի ձախապն է երևում այստեղից, և իհարկե աչափը հələ չի երևում, բայց կգնանք ընդդեմենք, որովհետև մեր մեղրեցի բարեկամը եկել է այնտեղ հանգստանալու, հետևաբար այնտեղ էլ նրան պետք է անենք, ոչ ենք կանչելու ձախապ անենք, Տեսեք ինչ գեղեցիկ են զարդարված դաշտերը ջերմուկ գնալիս, եկեք ձեր աչքով տեսեք այս գեղեցկությունը, հա, տեսեք տուրիստների մի հոծ բազմություն վերադառնում է հանգստից ու ամբողջ կյանքը հիշելու է ջերմուկի գեղեցկությունը, նա ուրիշ տարբերակ չունի ուղղակի որ չհիշի, հարգելի ջերմուկցիներ, այս տեսանյութը ինչքան կարող եք ձեր մտերիմների մոտ տարածեք, թող տեսնեն, իմանան ջերմուկը ինչքան հրաշք է մեր աչքերով, ասենք Հիմա ես ուրիշ ձև եմ, էլի ջերմուկը ներկայացնում, չեմ գնացել գալերիայի մոտ նկարում եմ այն ինչը մինչև ջերմուկ հասնելն է։ Այսինքն ցույց եմ տալիս այն ինչ իրականում կա ու շատ գեղեցիկ այս ամեն ինչը։ Հետևաբար, եթե մենք չհիանանք, մենք չտարածենք, մենք ցույց չտանք, ով պետք է ցույց տա։ Բոլորին ցույց տվեք, ով չի եկել ջերմուկ, ով տեսնեն, սենց է գալիս ջերմուկ։ Ու այստեղ միշտ ոնց էլ չլինի մի քանի հատ խոսք կա։ Միշտ, չգիտեմ, սա ինչ ռելեֆ է, բայց սա օրենք է։ Այստեղ թազը ասֆալտ է, լարին մեկը ելնում է այդ փոսերը, այս տեղանքի հետ կապված խնդիր է, ու նույնը այս շրջադարձի վրա է այդպես։ Ձախից իջնում ես Կեչուտ, աչով բարձրանում ենք առաջինը ձախապ, հետո աչափ բարեկամներս։ Այստեղ միշտ այսպես է ու չգիտենք ինչու է այդպես։ Այդ փոսերը շրջանցում ենք ու գնանք արդեն լավ ճանապարհ։ Ձախես տեղին դաշտերը, եկեղեցու գմբեթը, հրաշք ընկերներ, գալիս ես մի կյանք, որտեղ կյանքը ուրիշ ունով է գնում, այստեղ հանգստությունն է բնակվում և քեզ էլ իր գիրկն է կանչում, այնպես որ թողեք ամեն ինչ, բարձրացեք ջերմուկ, վայելեք ես գեղեցկություն։ Խաշմերուկ ենք հասնում, ասի վտանգավոր խաշմերուկ, հա, որովհետև վթարները այստեղ անպակաս են, ձախ մտնող, վերևից եկող, ներքևից եկող ու անծանոթ մարդիկ չեն պատկերացնում, որ գալիս է մեքենան ձախ մտնի։ Հենց այդ պահերին է, որ վտանգը վրա է հասնում։ Տեսեք, բազմաթիվ տուրիստական մեքենաներ են նկատվում, Դոմնակալյոսախ, սա այն տուրիստներն են, ովքեր որոշել են հյուրանոցներին մի կոպեկ էլ փող չտան։ Իրանք իրենց ավտոն ունեն, գալիս են, մի տեսարան գնում են, որտեղ Հայաստանում անվտանգ է։ Գողեր, ապազակներ ու սրիկաներ չեն բնակվում այստեղ։ Այստեղ մարդասեր բարեկամներ են։ Ձախից ջերմուկի օդանավակայանն է, որը տես շխուրը գցին, որ այս որ աշխատելու է կուկուրուզնիկը աստ է նստելու, բայց էլ որ կուկուրուզնիկը չի նստում։ Էլ որ կուկուրուզնիկը մենակ Դիլիջանի ոլորաններում վաճառվող կուկուրուզն է։ Չի նստել։ Ասեք թող նստի հենա այրեպորտի շենքը, օդանավակայանի շենքը, որ դիսպեչերն էլ նստին դե ասի աշպայի թե ձախ, այդ մարդը գան նստի մեջից իշնեն մեր հարգելի հանգստյան կարիք ունեցող բարեկամները գնան հանգստանան։ Ուղղակի հրաշք է, ամեն ինչ նախատեսել են ջերմուկում որ լինի, դեռ սովետական տարիներից։ Այստեղ շատ անբանի մարդիկ են եկել, սովետական միության, Եվրոպայից, Ամերիկայից, դեռ շատ էլ գալու են։ Ուղղակի կուկուրուզնիկի հարցը պետք է լուծվի, էլի որ գան։ Ես հանվել են, ուզում են ինչ-որ բան անել, երևում է ինչ-որ Օլիմպիադա էլ անցկացել են անցած տարի։ Հանդած է, բացած է, բայց երևում է կոմոդից, հենա պես ինչ-որ բան արել են, բայց չգիտեմ վերջը ինչ կանեն։
Հսկայական արևային կայաններ ենք նկատում առջևում, արևային էներգիայի մոլուցքն է տարածվում հայոց աշխարհում։ Արևը քամում ենք էլի, այնտեղ արևն է մեզ քամում, քրտնախաշանում, հիմա մենք ենք արևին բռնել, գցե պանելների վրա ու հոսանք ենք արտադրում։ Տեսեք, ընկերներ, գնալով տեսարանը հարստանում է արդեն ոչ միայն բնությամբ, այլ նաև մարդու գործանոց։ Տեսեք, ու իմացեք ինչ գեղեցիկ է մեր ջերմուկը, ախորեն է արևային բաներ, սա քրիշը։ Այդ թազը շենք է սա, հիշում եք, կոնստրուկցիայի ավաշին մեր աչքի առաջ են հավաքել, նկարածել ունենք այդ պահերը, հիշում եմ, արևային է, թե քրիշը։ Մենք քրիշը։ Մետաղյա չոր լեռներ է։ Անկյունակ եւ կոնստրուկցիա։ Տեսեք ինչ հսկայական, հսկա բանը, սենդվիչ պոնելա։ Սենդվիչ պանելով կառուցվող բոլոր մեծ շենքերը շատ արագ են կառուցվում, այդ շենքերը մի 5 ամսում են սարքել։ Տեսեք ինչ վիթխարի հսկա արդյունաբերություն է զարգանում ջերմուկում։ Սա էլ ջերմուկի մայր գործարանն է, ընկերներ։ Այս ջերմուկ աչափ չմտած առաջինը ողջունում է քեզ մայր գործարանը։ Իսկ հետո արդեն սկսում են երևալ գեղեցիկ սովետական շնչով հյուրանոցները։ Բայց ասեմ ձեզ, որ այստեղ նոր շնչով էլ կան հյուրանոցներ։ Այև այդ հյուրանոցներից մեկն ենք հիմա մենք գնում ենք Grand Resort, որը ուղղակի փայլում է իր սպասարկմամբ եւ գեղեցկությամբ։ Աչից արդեն ջերմուկի կիրճն է, ուղղակի այս բանը կամրջի ճաղավանդակները չեն թողում որ պարզ երևա, հիմա եթե եղանակային պայմանները թույլ տան դրոնով հետ կգնանք ջերմուկից, ձեզ ցույց կտանք։ Ահա եւ ընկերներ ջերմուկի գեղեցիկ լուսացույցը։ Ով մի անգամից պաչ գործրեց բարես կարմիր, նախից էլ են սիրուն ավտոկանգարը նկարի, նայեք, ես շատ հետաքրքիր արևածաղիկներով կանգարը։ Բարեկամներ, սա է մեր ջերմուկը, ասֆալտա ոսաճեղման աշխատանքները կատարել են, լցմանը դեռ չեն սկսել, այնպես որ հնարավոր է անհարթություններ ճանապարհին։ Գնում ենք Grand Resort, հենց աչ ենք անում ստեղից, տեսեք լուրջ, գեղեցիկ հյուրանոց 5 աստղանի։ Իմացեք այս մասին եւ գալուց եկեք այստեղ, ափսոս հալական տնակ աղբերը թույլ կտա մտնենք։ Բարի օր աղբերս, ոնց ես։ Վերդեմ սրտի տեսի բացվում է որ մտնենք գնանք անակնկալ անենք։ Հյուր ունեք մեղրից, հա։ Հա։ Ապրին բարեկամը։ Շատ հետաքրքիր է, շլամբավոն ես փակ չէի տեսես կան ժամանակ, հիմա որում ենք ամիքսին կամ կիա։ Ոչ են, կիան էլ տոյոտան էլ, հա, տոյոտա է, չէ, նրա փորձեն գտնակ տեսնենք ուր է նա, աղա դուրս են եկ, բայց ավտոյը պտի դուրս են, աղա ավտոյի է նկան։ Քանի որ մենք չենք գտել մեր հարուտ աղբորը, որոշեցին գալ Եղնիկի մոտ մտածելով, որ հնարավոր է նա եկած լինի Եղնիկի մոտ, բայց եթե Եղնիկի մոտ էլ չէ լինում, մենք կորցնելու բան չունենք, մենակ գտնելու բան ունենք եւ հենց հիմա դրա առապացույցը բոլորս կտեսնենք բարեկամներ, հենց հիմա գեղեցիկ հավեսով բան ենք անելու, էլի դրոնով նկարելու ենք, բոլորին ցույց տանք Եղնիկը, ջերմուկը, վերևից բարեկամները։ Բարեկամներս հաստ ասվում է այնպես, որ մենք արդեն գիտենք մեր հոբելյարը որտեղ է գտնվում։ Հիմա գնացել էին ջերմուկով պտույտներ անելու, ծանոթանալու գեղեցիկ ջերմուկին, հիմա ընկերներ վերադառնում են հյուրանոց։
Եվ մենք հյուրանոց մտնելու ճանապարհին դարանակալելու ենք եւ անակնկալ անենք, ուրախացնենք մեր հարուտ աղբորը մի խոսքով, ամեն ինչ ուղղակի հիանալի է։ Հիշում ենք գնանք դարանակալման գործընթացը սկսենք Վարդան, ասեմ մանաս։ Բարեկամներ, հիմա մենք կոնկրետ ռազմվետքի գործեր ենք անում, ռազմվետքա ենք անում, որ գտնենք մեր անուշ աղբորը, մեր հարութին, ջերմուկի տարածքում, չգիտենք որտեղ կգտնենք, բայց ջերմուկը շատ մեծ չի, էլի։ 2-3 հատ ճանապարհ է, հաստատ պետք է որ կարողանանք գտնել նրան, ու հուսանք, որ դա մեզ մոտ լավ կստացվի։ Ինձ թվում է եկել է հելելա վերևն է ուսումնասիրում հիմա։ Դե այդպես մեր նման անուշ աղբեր է, էլի հետաքրքիր է ուր է եկել, ինչ կա այստեղ, բացի այն ինչը որ տեսել է։ Կարող է գնալ կաղայշնեն ջրվեժ աղբեր, ընդ չեն ինչ է։ Սուրո ջրվեժ գնացել են աղբեր իրանք։ Ջրվեժ գնացածալ են սիրուն անակնկալ կազմակերպենք, որ հիմա բարեկամներ որոնողական աշխատանքներ ենք տանում այս պահի դրությամբ, տեսնենք հնարավոր կլինի մեր հարութ աղբորը գտնել, թե չէ։ Հələ տենանք որտեղից ենք գտնում։ Ինձ թվում է աղբերս ինքը կիշնի խոսքի բան, ջրվեժ։ Ինձ այդպես թվում է ամեն դեպքում։ Կա ֆորտե եկածել են, ֆորտե ռեստորան, մարդ ես կարող է, ինչ իմանաս, գնանք պտույտներ անենք, հնդել վրանք նոր գանք, ստեղ էլ չգտնանք մեր հոբելյարին, աղբերս ինչի չենք կարում գտնենք, որ ինձ թվում է պատի հեշտ են գտնելը, ախր որ չեն օգնում հյուրանոցից, հյուրանոցում գաղտնիություն են պահում, այնպես կարծես թե ինչ չեն ճանաչում, մտածում են, պարզ ասում եմ ինչի համարը մեկ է գաղտնիությունը, համար մեկ է դրությունը հյուրանոցում, ու դա ինձ հեշտ դուր չեկավ, ասենք կարար ըլներն ես, որ օգնեին անակնկալ անենք, բայց գաղտնիությունը առաջնային դիրք բերեցին, էտա հարցը մեր, որ այսքան անես, վերջում ֆռան ասեն գաղտնի է, դու ով ես։ Ինչ անենք, որ անակնկալ ես անում, ինչ անենք, որ սաղ քեզ ճանաչում են, գիտեն ով ես։ Դե ինչ անենք, մենք էլ սենց անկապ տեղը էլ ոչ մի բան չենք գովա։ Գիտեմ գովալու է, դու մեզ ինչ գովալու։ Չեն ուզում իմ մասին լսեն աղբերով, մնաց ես էլ տնեմ գովամ, ինչի մար գովամ, հա։ Լավ, ինձ թվում է ստից իջել են Վարդան, բայց դու չես հաշվի չես առնում, որ զորամաս ներքևն էլ կա աղբեր։ Ես ներքևի վրա գնացի, դու վերևի, չէ։ Բայց ինձ վատ չի, տուրիստների շարժ նկատվում, հա, կամ էլ Եվրոմիության աշխատողներն են, բայց տենց օտար երկրացիներ կան, դի լավ է։ Համարքից անցնեմ մուտի տանելու թեմաներին, լավ, համարքից զանգեմ։ Չստացվեց այդպես էլ գտնել մեր հարութին մնաց զանգելը։ Զանգենք ինչ ասենք, հələ ասա ինչ սուտ մտածենք։ Օրինակ, մինչև սուտ մտածելը կարանք մի հատ մեր հարցերով զբաղվենք, չէ։ Հա, դե ուրեմն Վարդանին կասեմ կզանգի կխափի, սուտը Վարդանը կասի, որ ձենցս չջոգի եսեմ։ Հիմա ասիր հելել են վերևներն են ֆրֆրում։ Դե լավ էսա մենք լրիվ տորթո պատրաստենք, ջոգիր մնում է իրան բռնենք աղբեր, տենանք ուրա։ Ոչ ավտոն է երևում, ջոգիր։ Էտա հարցը աղբեր, ավտո չունի, էլ ավտոյով չի։ Ավտոն չենք տենում։ Դե կարող աղբեր, էսա բան կանենք։ Էսա համարքից զանգենք, մի բան խափենք, լավ։ Տենանք ինչ են կարում խափենք աղբեր։ Ես առաջարկում եմ ընկերես։ Հետանք մատ ապարատի կոֆե է։ Կադրերում ջրեմուկի լողացող սրճարանն է, տեսեք։ Ինչ գեղեցիկ է։ Հիմա նավապետը մաստեր կլաս է ցույց տալիս, մենք էլ ականատեսն ենք դառնում։ Էստից իջնում են, թե պրոստը կայնում ես։ Ապես չի կարա ընգնի, չէ։ Նկարի։ Գալիս է հիմա
նավակը ու կանգնում երևի։ Ինձ թվում է կանգնի։ Որո։ Հա, կայնա։ Տեսա բայց։ Նկարիր այդ պայրը։ Սա ջերմուկի գեղեցիկ վայրերից մեկն է, գեղեցիկ ստեղծագործություններից մեկն է այս լողացող սրճարանը։ Թերևս Հայաստանում նմանը չունի, մնացած տեղերն էլ կարող է ունենա, բայց էլի էզեփ չլինի, նավի նման կլինի։ Մենք շարունակում ենք մեր որոնումները։ Արդեն զումով պետք է մարդ ման գանք հիմա։ Երևաց։ Всё։ Բարեկամներ, այսպես ջերմուկ տեղ չթողինք այդ սատերը մանենք, չէ, դա չէ։ Մեքենա ենք տեսել, որը կարող է լինել մեր Հարութի մեքենան, այնպես որ հետա որ կա աշկիս։ Ոնց որ թե հետա ախպեր։ Ոնց որ թե 99%-ով։ Ձերը արա չէ, չի, արա ուրախացել էի մարես։ Արա լավ էլի։ Ուրախացել էի լրջով։ Պետք է ամբողջ անցնենք ենք։ Որ էյա։ Տենց ես մտածում։ Ճոպան ուղղում։ Դե մենք էլ ճշտ ենք տենանք տեղ հասելա թե չէ, արդեն անձրևին է գալի, դուսը չի մնա, երբ կգա հյուրանոց։ Հա? Ինձ թվում է ամենախելամիտ սպասել տեղը ստեղը, գիտես։ Դեզ էլ է տես թվում։ Էսի չի։ Չէ։ Արա նման էր, բայց նման էր։ Ստեղ կայնած չի։ Բարեկամներ մենք դեռ որոնում ենք, արդեն ժամից ավել 100 աղբոն ենք մանգալի ու չկա նորություն, չենք կարող գտնենք։ Երբ ինչ-որ ռեստորան է գնացել, իմ կարծիքով, իմ հասկացածով, այդպես է եղել։ Լավ են, Viber-ով պատական զանգում։ Աղբերը սաղ ջերմուկը ման են գալի, հելը շարունակում ենք պոյսկներ, ես այդ չարեմ խաբար կանենք։ Գնում ենք ճոպանուղի մոտ հիմա, բարեկամներ, վերջիններ, հավատքով տեղը հետա որ ունի կլնի։ Ապե կարաս թե կայանը գտնայինք ընդե ավտովերը, հիմա թե չէ ջրվեժետացող պարկում։ Կնայեմ։ Ումով չէ։ Ընդել չի։ Ճիշտ ես ասած, ճոպանուղի գնալը ամենախելքի մոտ տարբերա կնա։ Գում ես ընդե նստած տնի, ինչքան լավ կնի վրանայք։ Եղնիկներից հել է իչել աստեղ արենք։ Հիմա ուրա չգիտենք։ Որտեղ են նա մեր բարեկամ։ Մի հատ տեղ չենք նայեք դրանոցի որը։ Գրանի սրճարանի շրջակայք չենք ուսում ասիլը, կարել է գնել ներքև ուսում նայեք։ Ստեսը դու լավ չես տեն։ Ամարդ եկավ ես ավտոնա։ Բարեկամներ մեր հոբելյարը ի վերջո եկավ։ Ինչ լավ է, ուրախ ենք, մնում է մեզ չճանաչի, հաստատ մնում է մեզ չճանաչի, հենց հիմա մանևրում ենք, չի նայեմ, չէ։ Արա ուր աղպետ, ուր ես էդ, ուր ես դու գնում բարեկամ, Հարութ, աղպերս քեզ ենք սպասում։ Հարութը, որը լավ է գնաց աղպեր, կաղա ջոգելա, որ մենք եկել ենք իրայի հետևից, կայնս նեմ։ Գնում ենք տենանք ինչ ենք անում աղպեր։ Արա, բայց լավ, ես ջոգում եմ, հյուրանոց չի մտնում աղբերը։ Ես մարդյատ միացես չեմ մտա։ Հա, կաղա ջոգելա։ Հե? Կաղա հասկացել է ինչ է կատարում, մի բարը վլը կայնսնայեմ։ Հա, դու ես կայնս։ Կայն, մտնում է, թո մտնում։ Աստը կայնի, քսեո բոլա։ Այսո հեսա ֆարում եմ կայնս։ Արա ֆարում։ Կայնի, վիտ օգել։ Արա դե կայնիլ է, ամեսա մերը պեր։ Արա իսը տենալու է աղպեր։ Գնաց ապ է։ Ապե ֆարում քսեո։ Տեսավ հա բան է։ Ապե վերջ ես։ Ապե խանութ է մտնում, всё։ Այսքան կլներ աղբեր։ Այսքան կլիներ ընկերներ, մենք գտել ենք մեր հոբելյարին ի վերջո, հենց հիմա ծննդը շնորհավորում ենք աղբեր։ Կոնյակ մոտը տա, հա։ Ապեսս ծնունդ չենք շնորհավորը, գիտես է։ Ջոգում ես քշի հետա։
Հարութ։ Ախպեր հեսա հարութի ծնունդը, հարութ ջան, այ ախպեր, ուր ես դու չեք ասա, ախպեր սա ջերմուկը խառնել ենք իրա ծննդը շնորհավոր, ախպերս։ Եկել ենք շնորհավոր ենք, ախպեր, մի ժամա քեզ ենք ման գալիս։ Ատես ծննդը շնորհավոր։ Ատես ծննդը շնորհավոր էլ են էջ։ Չէ, вообще, ախպես ասում ես, ո՞վ այդ է։ Դե որովհետև դու լավ ընկեր ունես։ Ինքը քեզ շատ է սիրում, ախպեր, հարգում է, այս նոր էլ հազ հանգում էր, ջոգիրով է։ Սուրոյի կողմից ախպեր։ Լավն ես առողջն ես, ապրիս որ նկարում ես։ Ո՞վ է ծափ տալի։ Ծափեր տվեք, ապրեք։ Մեր արթի ծննդը, դե ծննդը շնորհավոր ես քաղցրությունը։ Ես էլ ախպերս, խմելիությունը։ Անուշան ես։ Բարև ձեզ, ես բարի հանգիստ։ Դες լավ տեղեր գնացեք, ինչով օգտակար ելնեմ, ախպերս եկել ես մեր ձոր։ Ախպեր դու ասա, ջիգար, ինչա պետք ես դες։ Ախպերս ինչա պետք, դու երմես պետք դու։ Եկցա վիձոն։ Հալեսի, վիձոն որտեն ես ախպեր, սաղ ջերմուկ ֆռացեմ, եղնիկի մոտ, ջրվեժ ասի ինչն եմ ասած չէ, ընդ վաղնա գնալու, ոբսեմ սաղ ճշտել եմ։ Եկես բարի հանգիստ։ Մտել եմ հյուրանոց ասում ասա գախնիկը չեն կարող տվյալներ տրամադրել։ Այտենց ախպեր, բայց գտանք քեզ։ Ուրախ ես, լավ տեղ ես եկե, ուժեղ տեղ։ Խորհուրդ ես տալի, որ սաղ գան ջերմուկ։ 100% հա, բայ։ Լսակ 100%, դե մենք ելանք, ախպերս, լավ որ։ Բայց դու ճշտով ջոգել էր, որ պոչ ունես, պոչ էի նստե։ Տեսար ինչ, պոչին նստած անակնկալ է լավ, ուժեղ, սիրուն, հավեսով։ Բարեկամներս, ահա մենք ավարտեցինք մեր միսիան ու հեռանում ենք դեպի Եղեգնաձոր։ Հոպ, տեսեք ինչ գեղեցիկ արհեստական արգելքներ են ասֆալտային բարեկամներ, մենք հաղթահարեցինք, հասանք փոսիկներին, փոսիկները նույնպես լավ մնացեք, սիրված եղեք, իսկ ջերմուկը ձեզ սպասում է շատ մեծ սրտաբացությամբ։ Շնորհակալություն բոլորիդ, զգացված ենք ուշադրության համար։ Լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք, իսկ բարեկամներ ջերմուկից տարածեք տեսանյութը, թող բոլորը տեսնեն ջերմուկի հրաշքը, ջերմուկի գեղեցկությունը։